3+3 հասնում է հետևյալ, միայն մենք ենք տարածաշրջանը։ Ձեր պապաները մենք ենք։ Թող ստեղ էլ մարդ չկա։ Մենք բոլորի շահերը հաշվի կառնենք, մենք ենք տարածաշրջանն ենք վերջին հաշվով ինչ է եղել։ Դա արվում է մի բանի համար։ Դիմակայելու Եվրոմիության ազդեցության ներթափանցմանը, Միացյալ Նահանգների շահերին եւ այլն։ Իսկ իրենք շատ ավելի հզոր են եւ շատ ավելի մեզ աջակից են, քան այդ 3+3 ձևաչափը եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Մենք տեսել ենք 3 երկրների միասնական կառավարումը անդրֆեդերացիայի ժամանակ եւ այլն եւ այլն։ Եվ մենք չենք շահել դրանից։ Մենք միշտ ուժել ենք։ Մեր հիմնական հույսը, մեր աջակիցը Եվրոմիությունն է, Միացյալ Նահանգները, Հյուսիսային Ամերիկան։ Իհարկե շատ այլ երկրներ եւս, թող իրենք երազեն Հնդկաստանի նման աջակից ունենալու։ Շատ բաներ չի բարձրաձայնվում, բայց մենք զգում ենք, մենք դա տեսնում ենք եւ մենք շատ հզոր ենք այդ առումով։ Մենք այդ բոլորի վրա պետք է հիմա խաչ կաշենք եւ ասենք մենք համաձայնվում ենք 3+3 ձևաչափին։ Ես չեմ կարծում, որ օրինակ Վրաստանն էլ հավասարվի։ Շատերը խաղեր են տանում։ Եվ բնական է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի այդ տիպի երկխոսությունը երկուսի շահերից էլ բխում է, որովհետեւ իրանք թույլ չտան ներթափանցումը այդ Եվրոմիության ազդեցության։ Վրաստանին Հայաստանով են կապում, Հայաստանին Վրաստանով են փորձում են, բայց փառք Աստծո, մեր հարաբերությունները Վրաստանի հետ շատ սերտ է, շատ մոտ է, շատ անկեղծ է։ Իրենք գնահատում են այդ աջակցությունը, որ Հայաստանն է նաև անում, մենք էլ գնահատում ենք Վրաստանի աջակցությունը։ Ինչի մասն է խոսքը, այս ամբողջ տարիների ընթացքում հսկայական ճնշում եղել Թուրքիայից, Ադրբեջանից, հետո նաև Ռուսաստանից, խափանել տրանսպորտային կապերը Հայաստանի, որ Հայաստանը լրիվ բլոկադայի մեջ է։ Վրաստանի ոչ մի ղեկավարություն, այդ նաև Գանցախորության, որ ծայրահեղ եւ ծանր վիճակ էր պատերազմական իրենց մոտ Ռուսաստանի հետ եւ այլն։ Իրենք ոչ մի դեպքում չընդհատեցին դա։ Նույնիսկ հատուկ թույլ են տալիս ուղեկցությամբ բեռները կան։ Եվ դա մենք իհարկե պետք է շատ բարձր գնահատենք։ Հիմա նորից գանք այդ 3 գումարած 3-ի շուրջ Թուրքիայի եւ Ռուսաստանի պայմանավորվածություններին։ Չեք կարծում արդյոք, որ Ռուսաստանը, որը դե այս սանկցիաներով ԵԱՏՄ հապկից ձեզ կհանենք, այս կանենք, այն կանենք, այդ ամբողջը ուղղված է նրան, որ Հայաստանին թույլ չտա իր ծիրից շեղվի, այժմ Թուրքիայի օգնությամբ է փորձում այդ նույնը անել։ Տարածաշրջանային այստեղ եթե այո, այնինչ մենք տեսանք, երևի թե ասում պատասխանը այո է, մնում է Իրանի հարցը։ Արդյոք Իրանը եւս այս տարածաշրջանային 3 գումարած 3-ը ձեռնտու է Իրանին։ Սահմանապահ։ Այսպես ասենք, ձեռնտու է այն ժամանակ, երբ կա մեծ հակամարտություն Իսրայելի, Միացյալ Նահանգների հետ եւ մեծ սանկցիաներ, պատժամիջոցներ կապված դրա հետ։ Ես համարյա վստահ եմ, եթե Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվի, որի մասին հիմա շատ է խոսվում, արդեն որ շատ մոտ են, սանկցիաները հանվեն, սկսվի ազատ առևտուրը եւ նույնիսկ օգնություն տան Իրանին վերականգնելու համար այն բոլոր վնասները, որ հասցրել է պատերազմը, Իրանը եւ եթե Իրանը հնարավորություն ունեցավ Հայաստանի միջոցով, Կովկասով հաղորդակցվել Եվրոպայի հետ, օգտվել այդ կապուղիներից, Իրանը ինչի պետք է դեմ լինի։ Միանշանակ կողմ կլինի։ Ինչին։ Այս խաղաղության խաչմերուկին, թրիփին, բոլոր այս ծրագրերին, որ հիմա Հայաստանում սկսել են իրականացվել սերտ համագործակցության մեջ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Դա Իրանին իհարկե ձեռք տա, որտեղ եկեք մտածենք, որ ավանդաբար ոչ Ռուսաստանն է բարեկամ երկիր Իրանին, այլ չեմ խոսում Թուրքիայի մասին։ Այնտեղ մեծ ռիսկեր կա, մեծ խնդիրներ կան։ Այնտեղ կա, այսպես ասած, ադրբեջանական, թուրքական արմատներով Իրանի բնակչություն, որ Ատրպատականում է ապրում եւ որը մի ռումբ է։ Իրանը դա լավ է գիտակցում եւ անընդհատ պայքարում է դրա դեմ։ Եվ արևմուտքի հետ սերտ հարաբերությունը ինչ որտեղ այլընտրանք է, ճիշտ այլընտրանք է Իրանի համար։ Հենց որ ես չեմ կարծում, որ Իրանը դեմ լինի այս տիպի փոխհարաբերությունների։ Այսինքն ես մեկ այլ ձևով ձևակերպեմ, կարելի է դիտարկել, այո, Թրամփի ուղին մենք գիտենք դա ինչ նպատակով է ստեղծված, ինչ տրամաբանությամբ պետք է գործի։ 3 գումարած 3-ը չունի այդ տրամաբանությունը եւ այդ ուժը, պարզ է։ Այսինքն այնտեղ, բայց այնտեղ կա եւ խորհրդատվություն
այդ երկրների միջև։ Ես չգիտեմ դա ինչ է, ինչ է նշանակում 3 գումարած 3 մեխանիզմ, ինչ գործառույթներ կան այդ մեխանիզմի ներսում, եթե դուք ինչ-որ բան գիտեք արդեն, ասեք։ Եվ արդյոք իմ հարցս հետևյալն էր, արդյոք 3 գումարած 3 անվան տակ, այդ տարածաշրջանային համագործակցություն անվան տակ, Ռուսաստանը փորձ է անելու հակազդել Թրիփին, զուգահեռ ինչ-որ գործընթաց կամ զուգահեռ ճանապարհներ, զուգահեռ պայմանավորվածություններ, 3 գումարած 3-ը եւ Թրիփը, դրանք անհամեմատելի են, թե այնուամենայնիվ 3 գումարած 3-ը կարող է Թրիփի տրամաբանությունը քանդելու կամ մրցակցելու համար ստեղծվի։ Տեսեք, 3 Գործառույթներ գումարած ավելացվեն, 3-ը ընդամենը մի հատ ձևաչափ է համագործակցության առանց հարուստ ինչ-որ բովանդակության եւ այլն։ Մենք չենք տեսել, չէ՞ դա։ Մենք դա չենք տեսել, դա դեռ ընդամենը իդեա է, այսպես ասած, միտք է, ուղղություն է, որ մենք միասին դիլնենք, ամբողջ իմաստը նա է, որ մենք տարածաշրջան ենք, մենք ինքներս մեզ պետք է ղեկավարենք, որ բոլորի շահերը լավ հաշվի առնենք։ Բայց դա ընդամենը, այսպես ասած, կարգախոսներ են։ Տրիպը շատ ռեալ է։ Տրիպը տրանսպորտային շատ կարևոր հաղորդումներ են, որոնք միացում են արևելք արևմուտքի հետ։ Դրան միանում են նույն այդ խաղաղության խաչմերուկը հյուսիսահարավի հետ։ Ինքը Ռուսաստանն ու Թուրքիան են դրանից օգտվելու։ Ինչ են պնդում Թրիփի վրա։ Առաջի շահողը Թուրքիան է լինելու այս ամբողջից, որտեղ իր տարածքով է անցնելու այս ամբողջ տրանզիտները։ Սկսած էներգակիրներից, վերջացրած մնացած ապրանքաշրջանառությամբ։ Բայց իրենք տեսնում են, որ Թրիփի պարագայում արևմուտքն է դերակատար լինելու ստեղ։ Հիմնականում եւ Միացյալ Նահանգների ներկայությունը կոնկրետ այդ Թրիփի տեսքով իրենց մի քիչ անհանգստացնում է, որ իրենց մենաշնորհը այս տարածաշրջանի վրա պետք է լինի։ Իրենք ասում են, եկեք մեր մենաշնորհը դրենք, այս երկրում դու եղի ազդեցիկ, ստեղ ես լինեմ, այս անենք իրար հետ, այն անենք եւ այլն, առանձնապես հոգ չտանելով նույն այս 3 երկրների շահերի մասին։ Բնական է Թուրքիան Ադրբեջանին աջակցում եւ այլն, բայց ավելի շատ իրենց հետաքրքրում է իրենց սեփական շահերը։ Եվ Ռուսաստանին էլ բնական է իր շահերը, իր ազդեցությունը, որ դա հանկարծ ստեղից չբացակայի։ Ռազմական ճանապարհով շատ դժվար է, անհնարին է Կովկասը պահել, որտեղ որևէ բան չկա։ Ռուսալեզու բնակչությունը մեծամասնություն չի, ինչպես Ուկրաինայում, այդ արևելյան շրջաններում եւ եղած ռուսերենը շատ գոհ են Հայաստանի կառավարության քաղաքականությունից, իրենք շատ լավ գիտեն, եթե պատերազմ եղավ, իրենք դա չեն ուզում։ Իրենք ստիպված կլինեն Հայաստանից հեռանալ, օրինակ, ռիսկերը կավելանան։ Այդ պատճառով Ռուսաստանը հնարան չունի, որ այստեղ, որ ասի մեր ռուսներին ճնշում են, եկեք հիմա հարձակվենք Հայաստանի վրա։ Ստիպան հնարավոր չի, ոչ ոք դրան չի հավատում։ Ինչ անել այդ Թրիփին հակազդելու լավագույն ճանապարհը 3+3-ն է, որը ժամանակ առ ժամանակ միշտ Երևան է գալիս, չէ՞։ Դե հիմա Թուրքիան ավելի ակտիվացավ, հարցն է Իրանն էլ կակտիվանա, թե չէ, եւ մտադրությունը որն է։ Իրանը չի ակտիվանա։ Իրանը կգնա այն ճանապարհով, որ ճանապարհով որ կհրավիրի իրեն Եվրոմիությունը եւ օրինակ Միացյալ Նահանգները, որտեղ իրենք են սանկցիաները Իրանի նկատմամբ կիրառում եւ իրենք են հանելու այդ սանկցիաները։ Իրանի համար դա հարցերի հարցն է։ Եվ պլյուս օգնություն են տալու վերականգնելու այդ պատերազմի հետևանքները։ Դե Թուրքիայի համար էլ Թրիփը կարևոր է։ Շատ կարևոր է, ինչի մասն է խոսքը։ Բայց առաջի ջութակ չի լինելու Թուրքիան Թրիփում։ Միացյալ Նահանգներն էստեղ։ Մեր դռները բաց են բոլորի հետ, ովքեր կցանկանան մեզ հետ համագործակցել։ Ռեալ։ Փոխշահավետ ձևով։ Թրիփը ոչ մի ձևով չի նշանակում, որ մենք այլևս չենք աշխատելու օրինակ Ռուսաստանի հետ կամ Իրանի հետ։ Չկա այդպիսի բան։ Աշխատելու ենք, որտեղ հնարավոր է զարգացնելու ենք դա, եթե դա մեզ ձեռնտու է։ Կամ չէ, եւ է։ Եվ ավելի շատ փող լրացնող է։ Թրիփից կարող են օգտվել նաեւ շատ այլ երկրներ, սկսած Ղազախստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից, վերջացած նույնիսկ Չինաստանը։ Որոշակի չափերով, ինչքան որ հնարավորություն կտա այդ ճանապարհը։ Նույնը վերաբերում է մնացած ոլորտներում համագործակցությանը։ Եվ այդ համագործակցությունը սկսվել է։ Միջև խոսում են 3+3-ի մասին, որ ընդհանրապես խոսակցություն է, նույն այդ Թրիփի հետ կապված ընդհանուր նախագծերով եւ Հայաստանի պաշտպանական արդյունաբերության, պաշտպանության հետ կապված, հզորացնելու հետ կապված շատ կարևոր առաքելությամբ, շատ արևմտյան երկրներ են արդեն ներկա։ Նույն զորահանդեսի ժամանակ 7 երկրներից կնված զենքեր ցույց տվել։
Համատեղ արտադրություններ է կազմակերպում։ Հսկայական զենքի գործարանից չեմ սխալվում Լեոնարդո Իտալիայից Միքելանջելո ասաց, այսպեսի միջազգային համագործակցության պրոյեկտ է Հայաստանում ներդնում։ Չեմ խոսում Nvidia-ի մասին, հսկայական պոտենցիալ եւ գործը սկսվել է։ Տեսեք ինչ գործարաններ են կառուցում Հրազդանում արդեն ամբողջ կարկասը այդ շենքի պատրաստ է եւ աշխատանքը շարունակում է։ Ռեալ առանց ինչ-որ լենթեր կտրելու, առանց լրացուցիչ գովազդի, բայց մեծ թափով աշխատանքը գնում է առաջ։ Ինչի մասն է խոսքը։ Եվ բոլորին ասում ենք, տեսեք, հաջող համագործակցություն է, պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, այդ աշխատանքները անել։ Եվ այդ տիպի հարցադրումները, որ գիտեք, եթե մենք ասում ենք Ռուսաստանի երկաթգծերին օրինակ շատ է այդ հարցը քննարկվել, ներդրումներ արեք, որը նախատեսված էր մեր համաձայնագրով կոնցեսիոն։ Իրենք չեն անում եւ հետո տարածում են։ Եթե հանկարծ երկաթգիծը որոշեք անենք Ռուսաստանի երկաթգիծը մեզ չի տա եւ ավելի վատ կլինի եւ այլն, սա մերն է, դա ոչ միտեղ տանող խոսակցություն է։ Կա համաձայնագրով արել եք, բայց ներդրումներ արել եք, հարց չկա։ Չեք արել, միջազգային արբիտրաժի ենք դիմում, միջազգային դատարանի եւ գտնում եք նրան, ով դա կանի։ Մի այլ ընկերություն։ Բացառված այլ երկրներից, օրինակ, հասկանում եք, շատ գործնական, կառուցողական պետք է լինի երկխոսությունը շատ երկրների հետ, որտեղ բոլորի հետ համագործակցությունից էլ մենք օգուտներ ունենք։ Տեսեք Իրանի դեպքը այս ծանր պատերազմի պայմաններում համենայն դեպս ես չեմ լսել, որ Հայաստան ներկրվող ապրանքների կառուցվածքը եւ ծավալը էապես փոխվի։ Իրենք իրենց պարտավորությունները շարունակում են ապահովել։ Գազ ենք ստանում գազամուղով, էլեկտրաէներգիա ենք տալիս, այդ նույն հոսանքագծերով։ Այս ծանր պայմաններում նույնիսկ։ Ինչի մասն է խոսքը։ Դա չի լինի, դա շատ դժվար է գերագնահատել։ Մենք դա գնահատում ենք։ Եվ դա շատ լավ հիմք է ստեղծում ապագա ել ավելի ակտիվ համագործակցության համար։ Ինչի մասն է խոսքը։ Եվ երկրները դա հասկանում են։ Սա հասկանալի լեզու է։ Թե չի ասել, որ ես սա չեմ տա, սա իմն է, միջև դու չգաս ինչ չի ենթարկվես, այդ տիպի խոսակցությունը վաղուց արդեն պատմության գիրքն է անցել։ Բայց մեզ հետ այդպես են խոսում։ Փորձում են, որովհետև ընկերկել ենք միշտ։ Դրա համար խոսել են, ասել են, լավ, որ ասում են, մենք համաձայն չենք, բայց ձայն չանենք, միգուցե եւ մեր վրա մեզ վնաս չտան, մեր վրա չհարձակվեն։ Դա ամենասխալ դիրքորոշումն է։ Պետք է միշտ ազգային շահերի իրականացման համար պայքարել։